Իսկ դուք գիտեր, որ Հայաստանը պաշտոնապես ունեցել է դիկտատոր։ Պատկերացրու 1918 թվականի սկիզբ։ Երկրում տիրում է իսկական անարխիա։ Մի կողմից ներքին անկարգություններ, խռովություններ, հաստականների մեծ հոսք, մյուս կողմից արտաքին թշնամու թուրքական ներխուժման սպառնալիք։ Այս իրավիճակում հայոց ազգային խորհուրդը ժողովրդի աջակցությամբ եւ ռազմական ղեկավարության առաջարկությամբ ընդունում է աննախադեպ մի որոշում։ Արամ Մանուկյանը նշանակվում է Երևան նահանգի դիկտատոր, անսահմանափակ լիազորություններով։ Այս որոշումը տալիս է իր արդյունքը։ Նախ Արամ Մանուկյանին հաջողվում է կայունացնել երկրի ներքին դրությունը եւ հետո թուրքերի դեմ պայքարում նրա կազմակերպչական բացառիկ ունակությունների շնորհիվ հայկական զորքերը հաղթանակներ են տանում Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում։ Ծնվում է Հայաստանի առաջին հանրապետությունը, որի հիմնադիր էլ համարում են հենց Արամ Մանուկյանին։ Ավելին, մոտ 2 ամիս առաջին հանրապետության հռչակումից հետո Արամ Մանուկյանը շարունակում է փաստացի ղեկավարել երկիրը, քանի որ Հովհաննես Քաջազնունու կառավարությունը դեռևս Թիֆլիսից չէր ժամանել Երևան։ Իսկ դու գիտեիր այս պատմության մասին։ Գրիր քո կարծիքը մեկնաբանություններում։